Նոր հյուրեր, նոր մենյու։ Այսօր մեզ հյուր են գալու քույրս եւ իր կանադացի ամուսինը։ Ունեմ 1.5 ժամ պատրաստվելու համար։ Մենյուն այս անգամ բազմազան է։ Կլինեն եւ իմ սիրելի հիմնական ուտեստներից եւ նաեւ հայկական ուտեստներ, դե քանի որ քրոջս ամուսինը կանադացի է։ Սունկը տապակում եմ երկու տարբեր ձևով, քանի որ օգտագործելու եմ եւ քյուֆթայով տաք ուտեստի մեջ եւ նաեւ ժուլիենի մեջ։ Իդեպ քյուֆթայով այս ուտեստը շատ համեղ է, եթե կցանկանաք կարող եմ առանձին բաղադրատոմսը նկարել էջի համար։ Քանի որ Սարցախցիկում ծովամթերքի արգանակ ունեի, որոշեցի համեղ սոուս պատրաստել եւ դրա մեջ եփել ծովամթերքը։ Իսկ ժուլիենը կպատրաստեմ հացիկների մեջ։ Ու ամենակարևորը հասցնել այնպես, որ բոլոր տաքուտեսները մատուցվեն տաք վիճակում։ Դե իհարկե անպայման սեղանին կլինի բուլղարական պղպեղով իմ սիրելի նախուտեստը եւ իմ էջում շատ հայտնի քինոայով աղցանը։ Այս անգամ քինոայով աղցանի գլխավոր բաղադրիչը կլինի ծովախեցգետինը։ Յուրահատուկ թանձրուկով աղցան է, որի բաղադրատոմսը միշտ հյուրերս հարցնում են։ Իդեպ այս շարքի հոլովակներում պատրաստված գրեթե բոլոր ուտեստների բաղադրատոմսերը կգտնեք իմ էջում։ Տապակած մեդալյոնով եւ ավոկադոյի մուսով աղցանը եւս պատրաստ է։ Դե ինչ ժամանակն է բոլոր ուտեստները մատուցել հիմնական սեղանին։ Իհարկե չեմ մոռացել թթուների, պանրի տախտակի եւ մեր ավանդական խորովածի մասին։ Ամեն ինչ պատրաստ է, դիմավորենք մեր հյուրերին, իսկ դուք մեկնաբանությունում գրեք ձեր կարծիքը։